Թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Սարիբեկ Սուքիասյանն այսօր հերթական բակային հանդիպումն է ունեցել ընտրատարածքի բնակիչների հետ։ Աշխատատեղերի հարցն է։ Երկրորդ հարցը, որ ինձ անհանգստացնում է, դա թոշակների հարցն է, որ ամոթ է, այսօրվա այդ ստացած թոշակով ոչ մի մարդ չի կարող ապրել։ Ընտրողներին ներկայացնելով նախընտրական ծրագրի հիմնադրույթները պատգամավորի թեկնածուն անդրադարձել է նաև երկրի ու քաղաքացիների առջև ծառացած խնդիրների լուծման իր տարբերակներին։ Ոչ աշխատատեղ են տալիս, ոչ աշխատավարձ են տալիս, ոչ էլ թոշակ են տալիս նորմալ, համար մարդը չի կարողանում արժանապատիվ ապրի։ Շնորհակալություն, որ հարգեցիք եկար, Ես լինելու եմ ամենահասանելի պատգամավորը ձեզ համար եւ բոլոր ձեր հոգսերը դա իմ հոգսերն է։ Սարիբեկ Սուքիասյանը հավաստիացրել է, որ ինքը հավատարիմ է մնալու իր խոստումներին եւ մեծագույն պատասխանատվությամբ է վերաբերվելու ընտրողների շահերից բխող օրենսդրական գործունեությանը։ Ասենք որ այսօր կա Սիլ Պլազա, կարող էր դրա փոխարեն դեր մի 15 հարկանոց շենք։ Եթե այդպիսի ցանկություն լիներ կամ իմ կողմից այդպիսի առաջարկություն, բայց քանի որ մենք ուզում ենք Երևանը կառուցել այնպես, ինչպես դա նախագծել էր Թամանյանը, եւ միայն այնպիսի մարդիկ կարող են ովքեր օգնեն մեզ, ովքեր Երևան են սիրում։ Սուքիասյանների ընտանիքը եզակի էր այդ առումով Երևանում։ Պարզ ու հասկանալի խոստումներից հետո պատգամավորի թեկնածուին մնում է սպասել մայիսյան որոշիչ օրվան։ Գոհար Սարգսյան, Էպիկենտրոն։